Բարի լույս։ Բարի լույս, եթերում առավոտը շանթումն է։ Այսօր ապրիլի 23-ն է, օրն էլ չորեքշաբթի, իսկ դա նշանակում է, որ այսօրվանից արդեն կամաց սկսվում են տարբեր երկրներում, տարբեր քաղաքներում հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունները, այդ թվում նաև Երևանում, բայց այսօր ժամը 19:15 կսկսեն։ Ի նշան 1915 թվականի սիմվոլի։ Ամեն տարի ժամը 19:15-ից սահմանափակվում է երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաներում ու իհարկե Կիևյան փողոցում։ Սա իհարկե մենք գիտենք, սա արդեն ավանդույթ է, մինիմումն է, որ կարող է լինել մեր քաղաքում հայոց ցեղասպանության տարելիցին ընթառաջ արդեն վաղը ապրիլի 24-ին առավոտյան ժամը 6-ից կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի եւ Աթենքի փողոցների խաչմերուկներից Աթենքի փողոց ուղղությամբ, նաեւ Հրազդանի կիրճի Երևանի հեկի ձախ մտնող հատվածից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ եւս արգելափակված կլինի, Վերֆելի փողոցը դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությունը եւս չեք կարողանա անցնել սիրելի վարորդներ, ուշադիր եղեք։ Բացի այդ, վաղը ժամը 8:30-ից մինչև 11:00 պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Էլ ինչ է սպասվելու վաղ ապրիլի 24-ին մանավանդ Ծիծեռնակաբերդի բարձունքում եւ առհասարակ օրվա նորություններին, հետաքրքիր իրադարձություններին եւ հյուրերին սպասեք մեզ առաջիկայում, իսկ մինչ այդ բնականաբար մենք կլսենք լավ երաժշտություն, ավանդույթի համաձայն համեցեք։ Ռոբի Ուիլյամսի այս ստեղծագործությունը 30 տարեկանից ավել է, բայց իմացեք, որ հիթը տարածություն եւ ժամանակ չի ճանաչում։ Իսկ մենք անցնենք առաջ ու ձեզ պատմենք մեր հովանավորի մասին։ Մեր հովանավորն է Ստարգ ապրանքանիշը, որը ներկայացնում է Ստարգ լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկներն ապահովում են խորը մաքրություն ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ սպիտակեցնող ու փափկեցնող նյութերի։ Ստարգ լվացքի թերթիկներն ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման համար։ Չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 848 101 հեռախոսահամարով կամ ձեռք բերել Ստարգի պարագաները Օզոն եւ Wildberries Marketplace-ներից։ Հասմիկը ամեն ինչ ասաց, մնում է action-ը, մնում է ձեզանից գործելը, մնում է նստած տեղում կամ թերթել marketplace-երը կամ զանգահարել նշված հեռախոսահամարով։ Գնանք առաջ եւ ամենակարևոր հարցերից մեկը ապրիլի 23-ին միշտ հաջորդ օրվա եղանակի մասին է։ Իմանալու համար ինչ կազմով ենք գնալու Ծիծեռնակաբերդ։ Երեխաներին վերցնելու ենք, թե ամեն դեպքում անձրև կգա կթողենք տանը։ Գուցե հովանոցներով գնանք, որովհետեւ ըստ մասնագետների կլինի անպամած եւ տաք եղանակ։ Իսկ վաղը օրվա երկրորդ կեսին հնարավոր է անձրև, բայց հնարավոր է։ Հնարավոր է, թե հաստատ գալու է անձրև։ Ընդհանրապես միշտ եղանակն է, չէ՞, ասում են եղանակն է լացում, բայց դա որևէ կերպ չի խոչընդոտում եւ որևէ կերպ չի խանգարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ։ Եկեք գնանք տեսնենք, թե որտեղ ինչ եղանակ է հանրապետության տարբեր մարզերում, տարբեր շրջաններում, խնդրեմ։ Գնացինք։
Տապես գաջետների մեջ այսպիսի հատված կա։ Ցույց է տալիս թե տվյալ պայն քանի աստիճան է եղանակը եւ մի քիչ ավելի վերև փոքր գրված է թե ինչպես է զգում այդ եղանակը։ Օրինակ, եթե +18 է, հնարավոր է դու զգում ես օրինակ +7-ի։ Հիմա տաք է, չէ, պլյուսային ջերմաստիճանը, բայց մի տեսակ տաք մի սվիտերը կամ մի պուլովերը չէր խանգարի։ Ըստ խոնավության մակարդակի։ Երևի թե, կամ ըստ քամու, սա էլ պիտի նկատի ունենա։ Գուցե։ Ասենք, որ Լոս Անջելեսը ապրիլի 24-ը ճանաչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, կոչանելով պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։ Լոս Անջելես շրջանում ներկայումս բնակվում է Հայաստանից դուրս ամենախոշոր հայկական սփյուռքը։ Այո։ Միջնորդագրում նշվում է նաև վերջին տարիներին էթնիկ զտումների ենթադրյալ փորձերը 2020 թվականին Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Արցախի վրա, որին հաջորդեց Լաչինի միջանցքի 10 ամսյա շրջափակումը, իսկ 2023 թվականին ավելի քան 100,000 հայեր բռնի տեղահանվեցին իրենց պապենական հողերից։ Նաև 2021 թվականի ապրիլի 24-ի նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց հայոց ցեղասպանությունը, դա պատմական հաղթանակ էր հայկական սփյուռքի համար, որը ձեռք է բերվել տասնամյակների անողոք քարոզչության միջոցով, ասված է բանաձևում։ Խորհուրդը միաժամանակ հանձնարարել է խթանել միջոցառումներն ու ուսումնական նյութերը հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման համար։ Իդեպ, եթե դուք որոշել եք վաղը այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա ասենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ, ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը առավոտյան 7-ից եւ կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին ժամը 1-ին, ոչ թե 12-ին, սիրելիներ։ Իդեպ ամեն տարվա պես ապրիլի 24-ին հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում Հրազդան մարզադաշտի հարակից տարածքից ժամը 8:30-ից մինչև 22:00 հետևյալ երթուղիներով։ Հրազդան մարզադաշտ, Աթենքի փողոց, Հաղթանակի կամուրջ, Արգիշտի, Իտալիայի Խորենաց ու Ագաթան Գեղոսի փողոցներ, մինչև մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարան, իսկ հետադարձը գրեթե նույն հերթականությամբ Ագաթան Գեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտի փողոցներ, Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցով դեպի վեր, Հրազդան մարզադաշտ։ Հրազդան մարզադաշտ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոպոլիտենի բարեկամություն կայարան, իսկ հետադարձը նույն ուղեգծով։ Չգիտեմ, ես կարծում եմ, որ ոտքով քայլելու տարբերակը ոչ ոք չի չեղարկել։ Բնականաբար եւ բարձրանում է Ծիծեռնակաբերդի բարձունք, այդտեղից իջնելը եւ ոտքով հասնելը մինչեւ մոտակա մետրոյի կայարանը ավանդույթի պես մի բան է դառնում։ Անցնենք առաջ, հիշեցնենք մեր գործընկերոջի նաև։ Մեր հովանավորն է Եվրոֆուրնիչը կահույքի արտադրամաս է ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում։ Լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք եւ հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Եվրոֆուրնիչը կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165, կահավորեք ձեր բնակարանը Եվրոֆուրնիչերի հետ միասին։ Եթե լուսանկարներում չգտաք ձեր պատկերացրածը, ապա Եվրոֆուրնիչերը կօգնի նաև ձեր պատկերացումները ի կատար ածելու։ Նկատի ունեցեք։ Այո, իսկ մենք շարժվենք առաջ։ Այո, շարժվենք առաջ, գնանք գովազդի, վերադառնանք եւ կարծես թե հյուրընկալություն ունենանք մեր տաղավարում։ Կգանք քիչ հետո, մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից սիրելիներ, ինչպես խոստացել ենք, հյուրընկալը մեր տաղավարը եւ հիշեցնենք, որ ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության թանգարանն աշխատելու է ժամը 10-ից մինչև 20-ը։ Այս մասին հաղորդում են հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամից ու մեր տաղավարում է հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի ավագ գիտաշխատող Սեդա Պարսամյանը։ Խոսենք թե թանգարանի այդ օրվա, այսինքն վաղվա թե վերջին տարիների կամ վերջին ամիսների աշխատանքներից։ Բարև ձեզ
բառացրեց բարի լույս։ Ապրիլ ամիսը բնականաբար բոլորիս համար խորհրդանշական ամիս է, նկատի ունենալով թե ապրիլյան պատերազմը, թե նաև ապրիլի 24-ը ցեղասպանության տարելիցը։ 110-ամյակն է այս տարի եւ կարծում եմ այս միջոցառումների շրջանը եւ միջոցառումների շղթան քիչ ավելի հագեցած պիտի լիներ, չնայած միշտ է հագեցած, բայց քանի որ կլոր ամյակ է դառնում, ըստ երևույթին սիմվոլիկաներ այստեղ շատ պետք է լինեն։ Սկսենք ամենասկզբից, մինչև ապրիլի 24-ին վաղը կգանք կհասնենք։ Ինչ է արվում, ինչ է արվել ցուցադրության տարածքներում։ Ինչպես ճիշտ նշեցիք, 110-ամյակի ուրեմն միջոցառումները բավականին առատ են եւ մասնավորապես ցուցադրությունները դերևս նախորդ տարի ձեռք բերված համագործակցությունների եւ պայմանավորվածությունների արդյունքում այս տարի ապրիլին մեկը մյուսի հետևից բացվելու են ցուցադրություններ։ Ապրիլի սկզբին Կանադայի Զորյան ինստիտուտի հետ համատեղությամբ բացվեց Արիզոնայի համալսարանում բացվեց կինը եւ ցեղասպանությունը հալածանքից դեպի զորացում խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվեց ցեղասպանության իրազեկման շաբաթվա շրջանակում եւ գործեց մի քանի օր։ Այս ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների համաձայն այս ցուցադրությունը կշրջի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Կանադայի այլ քաղաքներում եւս, ինչպես նաև Բրազիլիայում։ Հաջորդ կարևոր համագործակցությունը դա Ռումինիայի հայ համայնքի հետ էր, մասնավորապես Ռումինիայի հայոց միության հայ մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ Բուխարեստի ազգային թատրոնի շենքում բացվեց ցուցադրություն հայ կինը ցեղասպանության զոհ եւ հերոս խորագրով ցուցադրություններ, այստեղ նաև կարևոր է նշել Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության եւ նաև հայոց առաջնորդարանի հետ սերտ համագործակցությունը եւ այս ցուցադրությունը կգործի առաջիկա շաբաթների ընթացքում հայ կինը ցեղասպանության զոհ եւ հերոս ցուցադրությունը կբացվի նաև ուրեմն Աբովյան քաղաքում ապրիլի 29-ին հայ եւ ռուս ժողովուրդների թանգարանում, որը կուղեկցվի նաև մի կտավի պատմություն ուրեմն գործով, որը գեղանկարիչ եւ գիտությունների ներողություն գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր նկարիչների միության անդամ Կարեն Գասպարյանի գործն է, կոչվում է Զեյթունի պաշտպանները եւ այստեղ ներկայացված է հայ կնոջ դերը դիմադրական պայքարում, որտեղ մենք գիտենք, որ հայոց ցեղասպանության տարիներին եղել են նաև հերոսական էջեր եւ կնոջ կերպարն է ներկայացված այստեղ եւ արդեն ապրիլի 30-ին Գյումրիի պատմության թանգարանում կբացվի էլի համանուն խորագիրը կրող ցուցադրությունը Սակայն տարվա գլխավոր միջոցառումը, ուրեմն ինչպես ավանդույթ է դարձել արդեն, ապրիլի 24-ին ընդառաջ բացվող ցուցադրությունն է, այս տարի այն կրում է փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագիրը, որի բացումը իդեպ այսօր է ժամը 15:00-ին հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում։ Տիկին Պարսեմյան, այստեղ փաստագրելով ցեղասպանությունը մենք ինչ ենք տեսնում, ֆոտոնյութեր, վիդեոնյութեր, չգիտեմ, ինչ-որ տարբեր ձեռագրեր, խնդրում եմ մի քիչ ավելի խոր այս բանը։ Ցուցադրությունը իհարկե շատ այսպես եւ նյութի ծավալի առումով եւ նաեւ խորությամբ բացառիկ է, խոսում են հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները, խոսում են իրենց տեսած եւ ապրած ուրեմն սարսափների մասին, այո, նրանք դիվանագետներ են, զինվորականներ, ճանապարհորդներ, միսիոներներ, պատերազմի բերումով, քանի որ առաջին աշխարհամարտներ Օսմանյան գերության մեջ հայտնված ռազմագերիներ, ովքեր տարբեր հանգամանքների բերումով հայոց ցեղասպանության նախորդին գտնվում էին Օսմանյան կայսրությունում եւ անկախ իրենց կամքից ուրեմն ականատես դարձան մի ամբողջ ազգի բնաջնջման վկաները եւ նրանցից շատերը այդ օրհասական օրերին ոչ միայն կարողացան օրագրել, հուշագրել որ ուրեմն զեկուցագրեր եւ տեղեկագրեր հղել իրենց պետությունների կառավարություններին, հա, այլ նաեւ շատ հաճախ նաեւ իրենց կյանքը վտանգելով լուսանկարեցին, ֆոտովավերագրեցին եւ այդ նյութերը այսօր ցուցադրվում են այս ցուցադրության ընթացքում եւ բացառիկ ուրեմն արժեքավոր աղբյուր են ստեղծում հայոց ցեղասպանության ուսումնասիրման առումով ականատես
Այս ամենը միայն կարելի է տեսնել թանգարան գնալիս, թե սա նաև պիտի հետո հանրայնացվի on-line տարբերակով։ Ընդհանրապես ինչպես եք վերաբերվում այս մտքին, որ արդեն այնքան հասանելի է ամեն ինչը, որ ինտերնետում ամեն ինչ կարելի է գտնել։ Նույնիսկ եթե չես կարող գտնել, արհեստական բանականությանը ասում ես, նա ֆեյքերը գեներացնում։ Հիմա սա նաև մի ուրիշ պայքար պիտի սկսի Ստերեոտիպ ինստիտուտը այս ամենի դեմ, ճիշտ է իրականությունից տարանջատելու համար։ Բայց գանք իմ հարցին, on-line տարբերակով որևէ կերպ կարելի հասանելի են լինելու այս նյութերը։ Անշուշտ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը ունի իր պաշտոնական էջերը եւ Facebook-յան եւ իր պաշտոնական կայքեջը եւ Instagram-յան էջը եւ բարբերաբար այս նյութերը հանրայնացվում են, ներկայացվում են ականատեսները անհատապես ինչ են արել, ինչ են հուշագրել, ինչ են վավերագրել եւ սրանք ուրեմն անընդհատ շրջանառվում են եւ սկսել ենք արդեն այդ գործընթացը նախապես մինչեւ բացումը, այո։ Իդեպ ականատես վավերագրողների աշխարհագրությունը բավականին լայն է, այն ուրեմն ներառում է մի քանի տասնյակ պետություններ ամբողջ աշխարհից, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Կանադայից, Վենեսուելայից, Ռուսաստանից, ես նշում եմ պետությունների ժամանակակից անվանումները, Հայ Իսրայելից, Հնդկաստանից, մինչև անգամ հնդիկ վավերագրողներ ունենք, եվրոպական գրեթե բոլոր պետությունները, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ինչու եմ թվարկում այս ուրեմն անունները պետությունների արձանագրելու համար, որ աշխարհը քաջատեղյակ էր տեղի ունեցող հանցագործությանը ցավոք։ Ցուցադրության մեջ ներկայացվելու են նաև ուրեմն թուրք վավերագրողներ, որոնք պետական գործիչներ են, հոգևոր գործիչներ են։ Ինքնաբերաբար արդեն ասացիք, հենց թուրքերի կողմից, որովհետև մեծամասամբ նրանք էլ էին լուսանկարում կամ վավերացնում գլուխ գովելու համար շատ ժամանակ։ Սխալ է հնչում, բայց ամեն դեպքում փաստը մնում էր փաստ։ Մենք ունենք թուրք վավերագրողներ, որոնք ուրեմն ոչ միայն հուշագրեցին, այլև ժամանակի մամուլով եւ նաեւ դատական գործընթացներում վավերագրեցին հայերի դեմ իրագործված ոչիրները, եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ նշել, որ Թուրքիան, Օսմանյան կայսրությունը առաջին պետությունն էր ըստ էության, որը վավերացրեց եւ ճանաչեց հայերի դեմ իրագործված ոչիրները դատական գործընթացների ընթացքում։ Դերևս 1918 թվականի վերջին Սուլթանի հրամանով Օսմանյան քրեական օրենսդրության հիման վրա ստեղծվեցին դատարաններ, որոնք պետք է քննեին այդ հանցագործությունները։ Եվ հիմնական մեղադրանքները տեղահանություններն էին, սպանությունները, պետական անձնական հարստացումները եւ նաեւ Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու գործը։ Ընդհանուր առմամբ 63 դատավարություն տեղի ունեցավ։ Իհարկե ցավոք հիմնական ուրեմն գործող անձինք, պարագլուխները երիտթուրք արդեն հասցրել էին փախչել երկրից, բայց մերոնք գնացին եւ հետքերին հասան։ Իհարկե։ Եթե վերադառնանք վաղվան ու թանգարանին, առհասարակ թանգարանի այցելուներն ովքեր են, վաղը բնականաբար մարդաշատ է լինում, բայց առհասարակ մարդկային հոսքը ինչպիսին է դեպի թանգարան։ Թերևս այն ապրիլի 24-ը եւ 25-ը այն օրերն են, որոնց ընթացքում ամենաշատ այցելուները հնարավոր են։ Այո, մեր քաղաքացիներն են բնականաբար, բայց եւ օտարերկրացիներ են լինում, պատվիրակություններ են լինում եւ մանավանդ որ 110-րդ տարելիցն է, վստահաբար կլինեն պատվիրակություններ նաեւ օտարերկրյա, իսկ այսօրվա միջոցառմանը լինելու են նաեւ դեսպաններ եւ այլ անձինք, իսկ առավոտյան նաեւ կառավարության անդամներ կարծում եմ ներկա կլինեն։ Իսկ դպրոցահասակների շրջանում պետականորեն, այսպես ասած, հստակ է, որ պատմության դասերին պետք է գնան թանգարան, թե դա արդեն աշակերտների կամ գուցե քո ժամանակներում կամ գուցե դասատուների սրտի ցանկությունն է, այսպես ասած։ Ես կարծում եմ այս օրերին առավելապես ակտիվանում են, այո, նաև դպրոցականները, ուսուցիչները ուզում են երեխաներին եւս մեկ առիթ է համազգային հայ, այսպես ասած, այս վշտի թեմային ավելի հաղորդակից դարձնելը, չէ որ դա մեր պատմության կարևորագույն էջերից է եւ պետք է անընդհատ հիշենք եւ շրջանառենք եւ մենք ունենք նաեւ կրթական ծրագրեր, իհարկե ամբողջ տարվա ընթացքում հատուկ աշակերտների համար նախատեսված կրթական ծրագրեր, նրանք գալիս են, առաջարկվում է տարբեր ուրեմն հայոց ցեղասպանության տարբեր թեմաներ, 45 րոպեվան շրջանակներում խոսում են դասախոսություններ են կարդում մեր գիտաշխատողները, այնուհետև շրջայց են ունենում թանգարանում եւ սա այդ ծրագիրն է հատուկ ադապտացված, հարմարեցված, հա, նաեւ
աշակերտների համար, բայց այս օրերին իհարկե այդ հոսքը շատ է եւ էքսկուրսիաներ սովորաբար չեն տարվում։ Հա, դե բնականաբար նկատի ունենալով մարդկանց հոսքը, ժամանակը, էքսկուրսիաներից նաև պիտի խոսենք գիդերից բնականաբար, մարդկանց, ովքեր որ պատմում են, ովքեր որ տեղեկացնում են, ինչ քաղաքականություն ունեք այստեղ, կան նոր կադրեր գալիս են, հետաքրքրված են թանգարանային այս կյանքով եւ ովքեր են նրանք, այս սերնդափոխությունը ինչպես է օրգանիկ է ստացվում։ Անշուշտ մենք դրա համար նաև ուրեմն լեզուներն ենք փորձում, հա, ցուցադրության լեզուներն ենք փորձում բազմացնել, այսինքն մշտական ցուցադրությունը հնգալեզու է, բայց այս տարի նաև ներմուծվեցին ուրեմն աուդիոգիդերը, որոնք հնարավորություն են ստեղծում նաև արտասահմանցիների համար ավելի մանրամասն ծանոթանալու աուդիոգիդերը, այսինքն լեզուներով ավելի մանրամասն, քան որ մշտական ցուցադրությունն է, իրենք եթե այդ տարբերակն են ընտրում, աուդիոգիդը հնարավորություն է տալիս այցելուին ավելի մանրամասն ծանոթանալու հայոց ցեղասպանության թեմային, ավելի խորը գիտելիքներ ստանալու։ Դուք նշեցիք, որ տարբեր տեղերում ցուցադրություններ եք անցկացնում, սրանք ըստ երևույթին այն տեղեր են, հայ համայնքն է բնականաբար ներգրաված այս ամեն ինչի մեջ, որոնց կապերի շնորհիվ կարողանում ենք իրականացնել։ Կա արդյոք մենք կապեր ունենք աշխարհի ուրիշ թանգարանների հետ, որտեղ որ ցեղասպանության մասնակից են եղել, չգիտեմ, Ռուանդան կլինի առասարակ, ինչ փորձի փոխանակում կա այստեղ, ինչ կամուրջներ կան, ինչպես ենք մենք համագործակցում իրար հետ, որպեսզի կարողանանք հանրահարճակել եւ վերջապես ամբողջ աշխարհին ասել, որ մենք ենք, հայերն ենք, առաջին ցեղասպանությունը մեր ազգի հետ է եղել։ Այո, անշուշտ լավ ավանդույթներ կան եւ թանգարանների հետ օտար երկրյա կապերը պահպանվում են։ Մենք անցած տարվա հունվարին հյուրընկալվեցինք Լեհաստանի ուրեմն տարբեր թանգարաններ պատվիրակությամբ հյուրընկալվեցինք եւ ներկա գտնվեցինք այնտեղ ուրեմն տարբեր թանգարաններում, այդ թվում Հոլոկոստի թանգարանում, Շոայի թանգարանի հետ ունենք սերտ համագործակցություն, այնպես որ այս առումով բավականին այսպես ասեմ, սերտ համագործակցության մեջ եք, ժամանակի հետ համընթաց քայլում եք, որտեղ փոխվում են ընկալման կերպերը, տեխնոլոգիաներն են զարգանում, տեխնոլոգիական զարգացման իմաստով ինչ առաջընթաց ունենք։ Օրինակ հիմա եւ 10 տարի առաջ կամ հիմա եւ 15 տարի առաջ։ Թանգարանային, այսինքն տեխնոլոգիա մենք ուրեմն կայքեջն ենք մեր թարմացնում եւ լրիվ համապատասխան նոր այսպես ձևաչափով նաեւ համընթաց ուրեմն աշխարհի ուրեմն միտումներին, այո, եւ նաեւ ցուցադրությունն է պարբերաբար ուրեմն թարմացվում եւ փոփոխվում նոր կոնցեպտով, նոր այսպես լուծումներով եւ այս ցուցադրությունը նաեւ փորձել ենք այդ կերպ ներկայացնել, ինքը փոքրինչ տարբերվում է եւ ցուցադրական տարածքը մեծացրեցինք եւ հետաքրքիր լուծումներ առաջարկեցինք, այս առումով համագործակցեցինք նաեւ Futurist Architects ուրեմն ճարտարապետական ընկերության հետ, որը հետաքրքիր լուծումներ առաջարկեց, այսինքն մենք մեր համագործակցության շրջանակները նաեւ բավական հագեցած եւ լայն են։ Լավ, շատ լավ։ Ինչ նոր հետազոտություններ կամ նվիրատվություններ ունի թանգարանը վերջին տարիներին, որոնք արդեն ցուցադրվում են թանգարանում։ Ուրեմն բազմաթիվ են, դրանք մասնավորապես ուրեմն վերջին տարիներին հուշագրություններ, այսինքն շատ ձեռագիր հուշագրություններ հայոց ցեղասպանության ուրեմն վերապրողների, նաև այդ թվում եւ Սողոմոն Թելերյանի հուշագրությունը երևի թե գիտեք եւ նաև ուղեկցող այլ հարուստ նյութեր ստացանք տարվա սկզբին եղանք ուրեմն Բեյրութում հյուրընկալվեցինք եւ այստեղ Բեյրութի ուրեմն Հայկազյան համալսարանի 70-ամյակի միջոցառումների շրջանակներում դասախոսություններով հանդես եկանք եւ նաեւ ժամանակավոր ցուցադրություն ունեցանք եւ այստեղ նաեւ հանդիպեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ելի հուշագրություն ձեռք բերեցինք, մի կարևոր հուշագրություն եւ առհասարակ ուրեմն նվիրատվությունները բավականին հարուստ են եւ դրանք միշտ պարբերաբար ցուցադրությունների միջոցով ուրեմն ցուցադրվում են թանգարանում
դրանք ականատես ուրեմն վավերագրողների անձնական իրեր են, ֆոտոդոկումենտալ նյութեր են, ուրեմն լուսանկարներ են, բացիկներ են, բացառիկ լուսանկարներ են եւ նաեւ ֆիլմեր են, որոնք թույլ են տալիս ավելի հստակ պատկերացում կազմել այս հանցագործության մասին։ Վավերագրական ֆիլմերի մասին, թե գեղարվեստական ֆիլմերի մասին է խոսքը։ Այո, օրինակ այս ցուցադրության մեջ ներկայացնում ենք երկու շատ կարևոր ֆիլմ, մեկը ուրեմն Nearest Relief, Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության կողմից նկարահանված ֆիլմն է, ուրեմն որտեղ ներկայացվում են 8000 հայ որբերի տարհանումը դեպի Սիրիա եւ Հակոբ Քյունսլերի շվեյցարացի միսիոներ Հակոբ Քյունսլերի ղեկավարած ուրեմն Ղազիրի որբանոցային կյանքն է ներկայացվում, սա իհարկե մեզ տրամադրել է Բերլինի արխիվը դեռ ժամանակին եւ ուրեմն մյուս ֆիլմը որ ներկայացնում ենք գերմանացի միսիոներ եւ հայասեր Հովհաննես Լեպսյուսի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմն է Մերձավոր Արևելքում, Խորհրդային Հայաստանում եւ ուրեմն Հունաստանում ցեղասպանության հետևանքով ստեղծված որբանոցների դարձյալ որբանոցային կյանքն է։ Այս ֆիլմերի կենսագրությունը արդեն անցել է, փառատոններով շրջել է, քանի տարվա ֆիլմերը նոր հին արխիվն են ձեզ տալիս, թե սրանք նոր նկարված ֆիլմեր են, որ Չէ, դրանք արխիվային, այո, արխիվային հին ֆիլմեր են, որոնք դերևս ուրեմն 100-ամյակին տրամադրվել են մեզ եւ մենք այսօր, այսինքն Իսկ կենսագրությունը գիտեք այդ ֆիլմերի, որևէ փառատոններ նրանք հաղթել են, ցուցադրվել են որևէ տեղ։ Եթե չեմ կարող ասել, այստեղ ուրեմն եթե կուզեք ուրեմն Ռևիշտ Արմենիա հոշոտված Հայաստան ֆիլմը, որը նկարահանվեց հայտնի Ավրորա Մարտիգանյանի պատմության հիման վրա, հուշագրության հիման վրա, այդա շատ մեծ արձագանք ունեցավ Միացյալ Նահանգներում, ուրեմն ցուցադրվեց ֆիլմը ցավոք հետո իհարկե արգելվեց եւ դուրս հանվեց էկրաններից եւ բայց ժամանակին 1918-19-20 թվականներին այդ ֆիլմը բավականին մեծ ճանաչում ձեռք բերվեց եւ հնարավորություն ստեղծվեց ինչպես նա չէր խաղում հենց գլխավոր հերոսուհին գլխավոր դերում եւ նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայում Օսմանյան Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն գլխավոր դերերում եւ հետ Թայլաթի հետ հանդիպումները եւ այլն այս ցուցադրության մեջ ներկայացնում ենք նաեւ Հենրի Մորգենթաուի հուշագրությունը եւ Թայլաթի հետ իր երկխոսությունը, որը բացառիկ կարեւորություն է ներկայացնում 110 տարի է անցել ֆիլմերի մասով հասկանում ենք, որ դրանք ձեռք են բերվում արխիվներից, իսկ հուշագրությունները որտեղից են ձեռք բերում, ովքեր են անում նվիրատվություններ եւ ինչու այսքան տարի անց։ Այո։ Ցավոք այդ 50 տարիների լռություն, պարտադրված լռությունը իհարկե խոչընդոտ ստեղծեց, Իսկապես, այո, շատ արխիվը, բայց Փառք Աստծո, երբ որ բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը, ինստիտուտի բոլոր տնօրեններն էլ իրենց այդ սկսած հիմնադիր տնօրեն Լավրենտի Բարսեղյանից բարբերաբար հանրությանը կոչ են արել, բերել եւ հանձնել թանգարանին իրենց նյութերը, խոսքը այն ժամանակ վերապրողները դերևս կենթանի էին, իրենք էին, իսկ հիմա արդեն վերապրողների ժառանգները մենք էլ անընդհատ պրոպագանդում ենք եւ սիրով, այսինքն ընդունում ենք այն բոլոր նյութերը, որոնք վստահում են մեզ եւ Փառք Աստծո այդ նվիրատուները քիչ չեն վերջերս մենք ստացանք նաև ուրեմն Նասենյան վկայական, որը բացառիկ երիտեսակի մեջ տրված էր Հայոց ցեղասպանությունը վերապրած Հաճընցի Սարգիս Ներսիսյանին եւ վաղ այդ նվիրատուն ներկայ է գտնվել այսօր ներողություն ներկայ է գտնվելու նաև ցուցադրության բացման, այսինքն նվիրատվությունները շարունակվում են եւ դրանք հիմնականում հենց ցեղասպանությունը վերապրողների ժառանգներն են։ Հիշում ենք, որ 1970-ականներին նաև Սողոմոն Թեհլերյանի կինը նվիրաբերեց այդ կարևոր արխիվը Սողոմոն Թեհլերյանի եւ հիմա նորից ունեք նվիրատվություն։ Այս անգամ ումից էր նվիրատվությունը։ Դու քիչ առաջ Հասմիկը հարցրեց օրագիրը։ Դրա մասին մեր ֆոնդապահները, գլխավոր ֆոնդապահը ավելի իր ազգականներն են, եթե չեմ սխալվում, հենց իր ուրեմն եղբոր ժառանգներն էին, շարավիղներն էին այս։ Ստացվում է, որ ժառանգներն ավելի հեշտությամբ են բաժանվում այդ չասենք բաժանում, բայց մասունքներից հանձնում ձեզ, քան դա շատ իհարկե գովելի է, որովհետև
թանգարանում բնականաբար այդ նյութերը նոր կյանք են ստանում եւ մի կողմից երկրորդը այդտեղ կյանք ավելի երկար է։ Անշուշտ, որտեղ իրենք իհարկե մասունքի պես են վերաբերվում, բայց եւ նաեւ կա այդ գիտակցումը, որ պիտի հանձնեն, որպեսզի ավելի այս նյութերը ավելի ճանաչելի դառնան եւ վերջապես իրենց համար դա մասունք է, բայց իրենց հաջորդ սերունդների համար չգիտենք ինչպես, այսինքն այդ նյութերը դրա համար ինչ նշանակություն կունենա, դրա համար ճիշտ է, որ ցավոք իհարկե այս նվիրատվություններին որոշակիորեն խանգարեցին վերջին այս կեղծ, այսպես ասեմ, պրոպագանդումները, հաճախ ենք լսում նաև առիթ է ստեղծվում խոսելու նաև այդ մասին, որ ինչ-որ նյութեր են այրում թանգարանում եւ այլն, բայց ես հանրությանը ուզում եմ հավաստիացնել, որ թանգարանը ոչ միայն ուրեմն այս նյութերը մասունքի պես է պահպանում, փայփայում, այլև բարբերաբար ցուցադրությունների միջոցով շրջանառում է եւ այդ ասեկոսեները իհարկե իրականությանը ոչ մի կերպ չեն ուրեմն համապատասխանում եւ ցավոք հաճախ եմ այս վերջին տարվա ընթացքում ստիպված լսում նույնիսկ այն ամենօրյա կտրվածքով իսկ թանգարանում լսել ենք իրեր են այրվում, ծիծաղելի է նույնիսկ այնպես որ սիրելի հայրենակիցներ, եթե ունեք նյութեր, վստահեք թանգարանին, բերեք, հանձնեք եւ այդ իրերը երկրորդ կյանք կստանան։ Եվս մեկ հարց որպես ամփոփում եւ մեր վերջին խոսակցության հետ կապված Թելերյանի օրագրի հետ կապված ցուցադրվում է թանգարանում արդեն ու վերծանվել է արդյոք թե ինչպես կար ձեռագրով այդպես էլ ցուցադրվում է անշուշտ վերծանվում է դեռևս չի ցուցադրվում բայց Թելերյանին նվիրված մենք եւ ոչ միայն Թելերյանին հայոց ցեղասպանության ոչրագործների ուրիշ ժառուներին նվիրված անկյուն ունենք շատ այո որտեղ էլի բացառիկ նյութեր են ներկայացվում բայց անշուշտ կներկայացվի նաև Թելերյանի հուշագրություն։ Սիրելիներ, հիշեցնենք, որ վաղ ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության թանգարանը աշխատելու է առավոտյան ժամը 10-ից մինչև ժամը 20-ը, իսկ մեր տաղավարում էր հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի ավագ գիտաշխատող Սեդա Պարսամյանը, շնորհակալ ենք զրույցի համար։ Շնորհակալություն, իսկ մենք գնանք գովազդ դիտելու։ Խոսում ենք ցեղասպանության թանգարանից, իհարկե հայերը եւ հայ ժողովուրդը առաջին էին, ովքեր ցավոք սրտի վերապրեցին եւ սա ամենակարևոր բառն է, վերապրեցին ցեղասպանությունը, այսինքն անցան դրա միջով գլխատվեց ազգը, բայց տարբեր երկրներում, տարբեր մայրցամաքներում կրկին շիվը բողբոջ ընկավ եւ սկսեցինք շատանալ։ Բայց հայերը միակը չէին, առաջիններից էինք, բայց միակը չէինք։ Գնանք եւ աշխարհի շուրջ պատտվենք, տեսենք թե ուրիշ ինչ ցեղասպանության թանգարաններ կան։ Շատ վատ է, որ ցեղասպանության թանգարաններ կան աշխարհում առհասարակ, որտեղ սա երևի թե ամենասարսափելի երևույթն է մարդու կյանքում։ Բայց երևի թե սերը պակասում է այն մարդկանց մոտ, ովքեր որ կազմակերպում են այդ ամենը։ Ամեն դեպքում ողբերգությունը զգացել ենք ոչ միայն մենք, այլ նաև աշխարհում շատ այլ ազգեր։ Այո, գնանք իրար հետ տեսնենք թե ինչ թանգարաններ կան։ Այո, եւ ցավեցնող, եւ ճնշող, եւ այսպես սիրտդ սրախոխող անող, սա շատ ազդեցիկ է, շատ։ Անկամ եթե որևէ պատմության մինչև վերջ իրազեկված չես, միևնույն է այս թանգարանները տեսնելիս, նույնիսկ տեսագրությամբ տեսնելիս, մարմնովդ սարսուռ է անցնում իսկապես։ Փորձեք մի փոքր այս խտացած մտնոլորտը ցրել եւ գնալ երաժշտություն լսելու։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք, սիրելիներ, հիշեցնենք, որ մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները, սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես
միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ։ Այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների եւ այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե անհրաժեշտ։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերել դրանք Ozon եւ Wildberries marketplace-ներից։ Կրկին միջև որ դուք փնտրում եք եւ գտնում եք թե ձեր երեխայի համար 2 ան եւ 3 ան որն է, ինչ էլեմենտներ են ձեզ, ինչ մարտկոցներ են պետք, մենք գնանք գովազդի։ Այո։ Վերադարձանք սիրելիներ, մեր տաղավարը այս պահին պարաշատ է, մշակութաշատ է, որովհետև ապրիլի 26-ին հիանալի պարային փառատոն է անցկացվելու։ Ծաղկունք փառատոնն արդեն 7-րդ անգամ կամրջելու է Հայաստանի ու արտերկրի հայկական պարախմբերի պարողներին մեկ հարկի տակ։ Մեր տաղավարում են Ծաղկունք միջազգային փառատոնի համակարգող Հայկ Գևորգյանը, Զատիկյան Պարարվեստի կենտրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Նաիրա Զատիկյանը, Անահիտ եւ Մովսես Խորենացի մեդալակիր եւ Նոր գեղարվեստական գեղագիտական կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Նուր Պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արշակ Գասպարյանը։ Այստեղ է նաեւ Մարինա Մարտիրոսյանը, ում հիմա որ կադրով ցույց տանք, միանգամից կիմանա կճանաչեք հաղորդավարուհի, պարուսույց, պարուհի, մի խոսքով մնացած բոլոր հատկանիշները կնշենք եւ կթվենք ընթացքում։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Ապրիլի 26-ը ձեզ համար շատ պատասխանատու օր է, արդեն 7-րդ անգամ։ Եկեք հասկանանք նախորդ 7 տարիները ինչպես են անցել, ինչ եք կամրջել այս ամբողջ ընթացքում եւ ինչ նորություններ են սպասում ապրիլի 26-ին մարզահամերգային համալիրում։ Այս տարի պարային համույթներ ենք ընդունել 6 երկրներից, որ Գերմանիայի Հանրապետությունից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Հունաստանից եւ տարբեր պարային անսամբլներ եւ երգչախմբեր ունենք Հայաստանից, ինչպես մարզից, այնպես էլ քաղաքամար Երևանից։ Այս տարի շուրջ ունենք 400 մասնակից արտերկրից։ Օրինակ նախորդ տարի նույնպես անցկացրել ենք մարզամեգային համալիր, ունեցել ենք 200 մասնակից, այս տարի արդեն շուրջ 400 են եւ Հայաստանի Հանրապետությունից 3000 պարային մասնակիցներ, անսամբլներ եւ երգչախմբեր։ Ինչպես է այս ամենը համակարգում։ Կան արդյոք որևէ ժանրեր, կան արդյոք խորագրեր, կան ժամանակահատվածներ, 400 մասնակիցներ, այո, ոնց է լինելու։ Տեսեք, քանի որ փառատոնը ինքը միջազգային է, ոչ այն սահմանափակումներ, որպես այդպեսին չունենք, բայց որ խմբերը, ովքեր որ ցանկանում են մասնակցել գալա համերգին, նախապես ուղարկում են հոլովակները, աշխատում են հանձնաժողով։ Հանձնաժողովը դիտում է եւ որից հետո խումբը կարողանում է մասնակցել գալա համերգին կամ չի կարողանում մասնակցել։ Այսինքն այդ կրիտերիաներ կոչված եւ ժյուրի անդամները որոշում են, չէ՞։ Եթե այս անգամ չանցան, կոպիտ ասած short list չանցան, հնարավորություն ունեն մյուս անգամ մասնակցելու, մյուս տարի կամ պահեք ձեզ մոտ, մյուս տարվա համար նրանց արդեն կանչեք։ Այո։ Շատ են տենց դեպքեր, ովքեր որ չեն անցել։ Ոչ շատ, բայց ունենում ենք դեպքեր։ Շատ։ Բացի մասնակիցների թվից, որ այս տարի կրկնապատկվել է, այլ կողմերով ինչով է տարբերվում այս տարվա փառատոնը նախորդ 6-ից։ Տեսեք, այս տարի նույն կերպ ապրիլի 25-ին կմեկնարկենք Շքերթով մարզամեգային համալիրում, որից հետո կշարժվենք Ծիծեռնակաբերդ ծաղիկներ խոնարհելու Եղեռնի զոհերի հիշատակին։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որովհետև ըստ ամենայնի նշեցիք երկրներ, որտեղից հնարավոր է առաջին անգամ մարդիկ գան։ Գերմանիայից առաջին անգամ եմ մասնակցում։ Մենք խմբեր ենք ունեցել Ֆրանսիայից, Անգլիայից, Բելգիայից, բայց Գերմանիայից առաջին անգամ են օրինակ մասնակցում։ Իսկ հայեր են մասնակցողները, թե պարտադիր չէ հայեր։ Տարբեր, օրինակ Գերմանիայի պատվիրակություն Յուխենի հայկական խումբն է, այո, հայկական խումբ է, ունենք պատվիրակություն, որոնք տվյալ երկրի քաղաքացիներ են։ Վրաստանից օրինակ ունենք շուրջ 200 պարող։ Ահա։ Գանք հայկական պարերին։ Գերակշիռ է հայկական պարերը լինելու ապրիլի 26-ին եւ հիմնականում խորեոգրաֆիկ որ ուղղությանն է հարելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն ես ներկայացնում եմ կենտրոն, որտեղ անցնում ենք հայկական պարեր, ներկայացնում եմ հայկական պար փառատոնին, մասնակցելը փառատոնին մեզ շատ մեծ ողջերություն կա աշակերտների շրջանակում, պարող պարուհիների,
շատ սիրուն դեպք կա, որ ուզում եմ անպայման պատմեմ, որը բնութագրում է կամուրջ փառատոնի լավ ու կազմակերպվածներում երեխաների ոգեշնչման արդյունքում ստեղծված ինչ-որ դեպք, որտեղ ծննդյանս օրվա կապակցությամբ իմ ամենափոքրիկ պարներից մեկը ինձ նվիրեց իր ստեղծած նկարը, որը որ հայկական տարազով ինքը բեմի վրա էր, ու հետնաբեմում պատկերված էր կամուրջ մշակութային կենտրոնի այդ լոգոտիպը, այդ բնութագրող ինչ-որ տողեր, որը որ վերաբերում է կամուրջին։ Այսինքն իմ կարծիքով հոգեբանական դե շատ խորը բան կա, եթե դերասանը պարուհին լավ է զգում իրան տվյալ միջավայրում, իր մտքում անպայման գալիս է ստեղծելու, հայ ամեն ինչ հանձնելու թղթին կամ որևէ ինչ-որ մի իրի վրա նկարելու կամ նկարազարդելու ու պատկերելու հենց այդ տեղը, որտեղ իրան շատ լավ է զգացել։ Այսինքն այն մտնոլորտ է միջավայրն է, որտեղ նա տալն է։ Այո, որտեղ որ շատ լավ է զգում իրան, վերաբերվում են իրան որպես ճիշտ դերասանի պարուհու, որը որ ոգեշնչում է եւ փոխանցում է։ Քանի տարի մասնակցում եք դուք։ Ստեղծված օրվանից առաջի անգամվանից մասնակցում եմ մինչև 7-րդը եւ կապերս շատ ինդ են, ամուր են ու բաց չեմ թողել կամուրջին։ Խնդրեմ մի քիչ մոտ բայլ բարձրախոսը։ Բարի լույս բոլորին, ես էլ կուզեի սրտել լրացումներ անել։ Մենք նույնպես անցած տարի մասնակցել ենք Ծաղկունք միջազգային 6-րդ փառատոնին եւ այնքան ջերմ էր, այնքան բուրն էր այդ պրոֆեսիոնալիզմը, երեխաների այդ էներգետիկ դաշտը եւ միասնական լինելու կամուրջ մշակութային կենտրոնի գաղափարի շուրջ Ծաղկունք փառատոնի շրջանակներում, որ երեխաները ուղիղ 1 տարի անհամբեր սրտի թրթիռով սպասում էին, թե երբ է դա կրկնվելու, որ իրենք նորից բեմ բարձրանան եւ վայելեն այդ միասնականությունը, որտեղ նաեւ ծանոթանում են, շփվում են արտերկրից ժամանած մեր հայրենակիցների հետ եւ դա իսկապես հրաշալի է եւ շատ գեղեցիկ է, շատ հուզական։ Օպերայից հետո ամենամեծ բեմն է մարզաներկայանը, վերջապես դա է կարևոր պատասխանատվությունը եւ մեր բարային ուղղվածությունը նույնպես հայկական ժողովրդական ոճն է հիմնականում, մենք նույնպես այդ ոճով ենք հանդես գալու, թնդեցնենք մեր ազգային բարարվեստը եւս մեկ անգամ մեր համալիրի գեղեցիկ բեմում։ Միանշանակ։ Խոսենք նաև Մարինայի հետ, հասկանանք կարծես թե դուք վարելու եք ամբողջ փառատոնը, հասկանանք ինչպես եք աջակցում երեխաներին կամ եթե նախորդ տարիներին դուք չեք վարել, այս տարի ինչպես եք դա պլանավորում անել ու ինչով է սկսվելու այդ շքերթը, ինչպես է ընթանալու։ Ես նախ սիրով ողջունում եմ եւս մեկ անգամ եւ ձեզ եւ մեր հեռուստադիտողներին եւ առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայկին այս հրավերի համար, որովհետեւ սա առաջին համագործակցությունը կլինի, ուրախ եմ մեր ծանոթության համար, հրաշալի նախաձեռնություն է, այս հրավերը եւս մեկ առիթ է լինելու եւս մեկ անգամ հայրենիքում, վայելելու վերջապես իմ մայրիկին, ծնողներիս, հարազատներին, ընկերներին եւ առաջին հերթին իհարկե այս գեղեցիկ տոնի մի մասը լինելու, ճիշտն ասած ես այդքան էլ ծանոթ չեմ եղել, բայց ես վստահ եմ, որ հրաշալի, շատ գեղեցիկ ճանապարհ է անցել Ծաղկունք միջազգային փառատոնը եւ այս տարի 7-րդ փառատոնում ես սիրով իմ էներգիան, էներգետիկան, իմ սերը կներդնեմ եւ կվարեմ այդ գեղեցիկ փառատոնը Ռոման Բաբայանի հետ, այո մենք կլինենք դուետով, ինչի համար շատ ուրախ եմ եւ շնորհակալ։ Քիչ է լինում, երբ ոլորտի ներկայացուցիչը, ով պրոֆեսիոնալ պարուհի է, հետո խորեոգրաֆ, հետո հաղորդավարուհի, քիչ կար, ես մի օգու գիտեի հիմա նրա ականջի, բայց ինչպես է կարողանում այս ամենը համադրել, որն է ավելի շատ խանդ է գնում, դուք չեք պարում, խոսում եք, թե խոսում եք չեք պարում, որն է, ոնց եք համադրում այս ամենը։ Չկա, երբ ես խոսում եմ, ես ներքուստ իմ հոգին է պարում, եւ եթե երբ ես պարում եմ, արդեն այդտեղ այո, որովհետև պարով կարելի է շատ բան ասել։ Ամեն դեպքում կարծում եմ հրաշալի է, որովհետև Մարինան վստահաբար մասնակիցներին ամենալավը կհասկանա։ Իհարկե ամենալավը, նրանից լավ երբ մեկը նա իրան կհասկանա։ Սիրելի Հայկ, փառատոնները իհարկե ամենակարևորն են մարդու համար, դա փորձի փոխանակում է, հարաբերություններ են, նաև կամուրջներ են, ինչպես որ կամուրջը կա, բայց հաղթող եւ պարտվողներ էլ շատ այնց հերրակա կարգով պիտի լինեն։ Հաղթողներին ինչ է սպասում թե չկա։ Մրցութային բնույթ չի կրում ինքը։ Միայն ինչ լավ, շատ հերվից եկա սրտի դողով, էլի, հա, որովհետեւ սա կարևոր է։ Այդ մնացած նախորդ 6-7 տարիների ընթացքում ինչ համագործակցություններ կան, ինչ կապեր կան
նշվեց, որ իսկ ստեղծման օրվանից ձեր կողքին կանգնած են, հիմա նախորդ տարիներից էլ ովքեր են ձեր կողքին կանգնած, ինչ հրավերներ կան, անպայման է Հայաստանում անցկացվի փառատոնը։ Տեսեք, նպատակ ունենք, նաև շատ կարևոր հարց նշեցիք, նպատակ ունենք արտերկրում անցկացնել փառատոնը եւ կցանկանամ նշել մեր գործընկեր այն ստուդիոյին, որը ներկայացնում է Եվրամիության ծրագրերը մի շարք երկրներում եւ այս տարի մասնավորապես մարտ ամսի մենք Թբիլիսի օպերային թատրոնում ունեցանք համերգային ծրագիր։ Շատ գեղեցիկ թատրոն է, շատ։ Արաբական Էմիրությունների Դուբայի քաղաքում ունեցանք եւ մարզամերգային համալիրից հետո կմեկնենք դեպի Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, այնտեղ կունենանք հաջորդ թիվ հունիս ամսին նորից Իսպանիայում, Հունաստանում եւ Բուլղարիայում։ Մի րոպե 400 մասնակցող մեկնում եք այդտեղ։ Ոչ, խմբերը ընտրվում են։ Տեսեք, այն ստուդիոն երբ որ ժամանի Հայաստանը ապրիլի 26-ին հենց այդ ժամանակ նաեւ հանձնաժողով։ Եվ 2026 թվականի փառատոնի համար կընտրվեն որոշակի խմբեր, որոնք կարողանան մասնակցել։ Հերթականությունը ինչպես է լինում, որովհետև 400 մասնակից, ժամը քանիսին է սկսվում, ինչ հերթականությամբ է լինելու, հաղորդավարները ինչպես են կարողանալու գլուխ հանել այդ մեծ ծավալուն փառատոնից։ Եվ արդյոք մասնակիցները հնարավորություն կունենան այլ խմբերի ելույթները դիտելու, թե ոչ։ Այո, իհարկե 4 համերգային ծրագիր ենք ունենալու մեկ օրվա ընթացքում, եւ այնտեղ բաժին առանձնացված են ցանկացած բաժնում ունենք արտերկրի ժամանած խմբեր։ Գալա համերգների մասին է խոսքը։ Փառատոնները նաև լավ հնարավորություն են ուշադրություն դարձնել, ուշադրություն հրավիրելու կոնկրետ ոլորտի, այս բaragայում բարի ոլորտի։ Դուք որպես ներկայացուցիչներ բարի ոլորտի, ինչպես կգնահատեք երիտասարդները հետաքրքրված են բարով, ուզում են բարել, իրենց կյանքը պատկերացնում են, կապում են բարի հետ։ Այո, իհարկե, նախ շատ կարևոր է թե պարուսուցման կավարժը ինչպես է նյութը մատուցում, հա, որովհետև դա եւ կարող է կոտրել երեխաներին եւ ավելի մեծ բուրըն սեր արթնացնել դեպի պարարվեստը։ Մեզ մոտ հիանալի է գործեր ամեն ինչ, ամեն փորձին նույն ոգեշնչվածությամբ աշխատում ենք, եւ նորազգային ավանդական պարեր ենք սովորում, եւ հաջող բեմադրական աշխատանքներ, եւ երեխաները ամեն անգամ նորովի են լցվում նոր ոգևորությամբ եւ համերգ փառատոնները նույնպես իրենց համար մեծ ու լուրջ տպավորություն են թողնում։ Սրտի թրթռով սպասում են ելույթներին, որովհետև ամեն անգամ մենք նաև նոր բեմադրական աշխատանքով ենք հանդես գալիս։ Ձեր պարագայում հայկականի վրա է հիմնականում շեշտը դրված, իսկ այսպես դեպի եվրոպական խորեոգրաֆիայի ոլորտում կան պարախմբեր, որոնք ներկայանալու են, թե միայն գերակշիռ մեծամասնությունը հայկական է լինելու։ Գերակշիռ մեծամասնությունը հայկական է, բայց ունենք այլ եվրոպական ոճի բար, հիփ-հոփ, լատինամերիկյան բարի ոճեր ունենք, բայց գերակշռող մասը հայկական ժողովրդական եւ ազգային դա շատ կարևոր է, որ հյուրընկալում ենք փառատոնը, շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ներկայացնենք մեր ազգային բարերը։ Պարոն Գասպարյան, քանի որ դուք մասնակցել եք նախորդ 6 փառատոններին եւս, ուզում եմ հասկանալ, եղել է այս փառատոնների ընթացքում մի պար, մի ելույթ, թեկուզ այլազգի որևէ մի պարախմբի, որը ձեզ այնքան է տպավորել, որ մինչև հիմա հիշում եք դա։ Նայեք, կուզեմ առանձնացնել ոչ թե տարբեր ազգերից ինչ-որ ելույթներ, որ առանձնացել է, ես կուզեմ առանձնացնել անցած 2 փառատոնի ժամանակ մեր կազմակերպած պարային համարը, որը մասնակցում են շուրջ 300 պարող-պարուհիներ Հայաստանից վերցրած, ունենք մի հատ մեծ շատ շքեղ փակում որպես, հա, գալահամերգի որպես փակում, ու տեսանյութը եթե կունենանք շատ լավ կլինի մի անգամ տեսնեք, քան այդքան զրուցեմ, ու այդ ոգևորվածություն աշխատանքի process-ը այդքան մտերմանալը երեխաների իրար հետ ու կամուրջի նախաձեռնությունների մեջ առանձնանում են փառատոնների ոչ թե այլ համերգներ կազմակերպեցինք, բարեցինք, հերթականությամբ գնացինք, այլ մի անգամ նախատեսում են 300 պարող-պարուհի լինեն բեմի վրա։ Այս անգամ նախատեսում ենք, որ պիտի ուսուցիչները ելույթ ունենան վերջում, գալահամերգի վերջում, ուսուցիչները միասնական պար ունենան, ներկայանան։ Դուք եք բացում հիմա, չպիտի ասեր այդ բանը, Նայեք, վերջում ամփոփիչ որպես համար ամեն անգամ առանձնանում ենք ոնց որ ես գտնում եմ որ մեր այդ միջոցառման այդ
ծաղկունքի մեխը հենց դրա մեջ է կայանում։ Մի անգամ երեխաների հետ, մի անգամ ուսուցիչների հետ, հաջորդ անգամ կարծում եմ էլի լավ մտքեր կգան ու կհամագործակցենք ու կներկայանանք։ Ապրիլի 26-ին սիրելիներ մարզահամերգային համալիր ծաղկունքը կամրջելու է հայկական պարը եւ ոչ միայն հայկական պարը, շատ կարեւոր նախաձեռնություն կա նաեւ գնալու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ այնտեղ ծաղիկներ խոնարհելու։ Հայկականությամբ լցված է լինելու նաեւ ապրիլի 26-ը, այնպես որ բաց մի թողեք այս փառատոնը, այս տոնակատարությունը, որի շրջանակներում մենք հյուրընկալել ենք, ես իրոք հիմա ձեր անունները կկարդամ, Հայկ Գևորգյանին, Նայրա Զատիկյանին, Մարինա Կասպարյանին եւ Մարինա Մարտիրոսյանին։ Շնորհակալություն զրույցի համար։ Իսկ մենք հիմա բոլորով իրար հետ գնում ենք դեպի Սոֆիա, գնանք բացահայտենք, պտտվենք աշխարհի շուրջ։ Ինչու՞ ոչ, առանց վիզայի, առանց որևէ հերթերի եւ թռիչքների Գնում ենք գնացինք։ Սուրբ Սոֆիայի տաճար։ Այսպիսի բաներ սիրելիներ, շարժվենք առաջ, հիշեցնենք, որ մեր հովանավորն է Eurofurniture կահույքի արտադրամասը, որտեղ ցանկացած բարդության կահույքի պատրաստում, բարձրորակ նյութերով ու սեղմ ժամկետներում ձեզ բոնուս է լինելու։ Լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք ու հաշված օրերանց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Eurofurniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հիշեք հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27 094-ով 094 165 կահավորեք ձեր բնակարանը Eurofurniture-ի հետ։ Իսկ մենք անցնենք առաջ եւ բացահայտենք մի նոր ֆենոմեն բոլորիս համար։ Նուբարյանների ընտանիքը ծագումով Արցախից է։ Պողոս Նուբարի մասին ցավոք քչերը գիտեն, որ նա նաև գյուտարար էր։ Դեռևս 1900 թվականին նա Փարիզի միջազգային ցուցահանդեսում ոսկե մեդալ մրցանակի եւ ֆրանսիական բարձրագույն պատվի լեգիոնի ասպետի խաչով է պարգևատրվել իր ստեղծած մեխանիկական գութալնի կամ տրակտորի համար։ Մեծ հայորդին հետագայում եւս մի քանի եվրոպական մրցանակների արժանացավ իր գյուտերի համար, մասնավորապես 1906 թվականին Միլանի ցուցահանդեսում ոսկե մեդալ նվաճեց, տարբեր տարիների պետական պարգևների արժանացավ Եգիպտոսի, Բելգիայի կառավարությունների կողմից։ Քաղաքագետ լինելու ձատ Պողոս Նուբարը հայտնի է նաև որպես մեծագույն բարեգործ։ Եկեք գնանք եւ բացահայտենք նրա ֆենոմենը։ Հայորդիներ, ովքեր երբեք չմոռացան իրենց հայկական ծագումը, հայկականությունը եւ իրենց հայավարի ապրելակերպը, ինչ ոչ։ Իսկ մենք չմոռանանք մեր գովազ դաշանտի եթերում, միասին դիտենք, հետո վերադառնանք։ Լոլիկի մշակույթից պիտի խոսենք, լոլիկի մշակույթը հայերի մոտ ավելի լավ է ճիշտ ուղղության վրա, քան իսպանացիների մոտ։ Որովհետև նրանք վերցնում են եւ խփում են իրար լոլիկի փառատոնի ժամանակ, իսկ մենք ամենալավ խնջույքներից հետո միշտ լոլիկով ձվածեղ ենք նախընտրում։ Ու այս հյութալի եւ քաղցր պտուղը կարող է կանխել մի շարք հիվանդություններ, սակայն այն նաեւ բավական լուրջ հակացություններ ունի։ Իսկ մանրամասն կարող ենք դիտել մեր տեսանյութում ու իմանալ նրա դրական ու բացասական կողմերը։ Սիրելի տղամարդիկ, հատկապես տղամարդիկ, հաճախ օգտագործեք լոլիկ։ Այդքան ասեմ, մնացածը տեսանյութում։ Գնացինք։ Այսօր այսքանը բարեկամներ, վաղ ապրիլի 24-ն է, բոլորով դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Իսկ այսօր ձեզ մաղթում ենք դրական ու հաճելի օր, մնացեք Շանթի եթերում, հաջողություն։